Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ մարտի 28-ին Կոմիտասի թանգարանում մեծ պրեմիերա է լինելու Մնջեղաղի պետական թատրոնի կողմից։ Կոմիտաս SL ես եմ։ Կոմիտասի աշխարհը խոսքի, երաժշտության եւ բարի լեզվով։ Այն ներկայացնում է Կոմիտաս վարդապետի կյանքի 6 փուլերը տեքստի, երաժշտության, շարժման եւ վիզուալ պատկերների միջոցով։ Այս առիթով մեր տաղավարում այսօր հյուրեր ունենք եւ սիրով հյուրընկալել ենք Կոմիտասի դերակատար եւ խորեոգրաֆ Կարեն Խաչատրյանին եւ դերասան Մինաս Ասրյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, դուք ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք առասարակ առավոտյան մարդիկ եք։ Ոչ։ Ես մի պահ արդեն գործի բերումը մի քիչ չէ, բայց հիմնականում հա։ Հասկացա։ Շատ պատասխանատու գործ եք ստանձնել, Կոմիտաս վարդապետին անդրադառնալ եւ մի քիչ պատմենք իդեանումներ, առաջարկներ ունեին եւ Մինասը ոնց միացավ թիմին։ Երաժշտությունը Մարտին Ուլիխանյան, որը 50 րոպեանոց անռելի զանգակատնից ոգեշնչված գրել է 50 րոպեանոց գործ, որից հետո դիմեց Արսենին, եղբորս Արսենին Խաչատրյան, որպեսզի վիզուալ տեսքով, ներկայացման տեսքով կյանքի բերվի ու տենց բավական երկար եւ դժվար ասելով շատ մեծ ճանապարհ անցավ, բայց վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտվեց ու սկսեցինք բեմադրությունը։ Հիմնականում ներկայացումը լինելու է ոչ թե ավելի շատ ներկայացում գեղեցիկ, ավելի Կոմիտասի հենց բուն էության եսի մարդկանց պարզ եւ բաց առանց ոչ մի պաթոսի ներկայացնելու համար։ Շատ հետաքրքիր գործ է, որը կլարնետի, դասական կլարնետի եւ դաշնամուրի համար գրված շատ զուսպ եւ գեղեցիկ գործ է։ Առանց պաթոսին ինձ այնքան դուր եկավ։ Հա, չէ, պաթոսը առաջի ռեժիսորի բանն է եղել, որ պաթոս չլինի ընդհանրապես։ Ու դա մեզ ոգեշնչել է։ Ու այդքանից հետո միացա ես։ Առաջարկը ումից եղավ, ինչպես։ Առաջարկը եղավ Արսենից Խաչատրյան, ռեժիսորից։ Իմ կերպարից երևի մի քիչ խոսեմ, իմ կերպարը ավելի շատ հետազոտող, հետևորդ կերպար է, որ հետևում է իրադարձություններին Կոմիտասի կյանքում տեղի ունեցած։ Ես ավելի շատ պատմում եմ իր, այսինքն կարդում եմ իր նամակները, բանաստեղծությունները, նաև Սևակից կա 2 բանաստեղծություն, որը որ հենց Կոմիտասին է նվիրված։ Այդպես Արսեն արեց առաջարկը, ներկայացումը երաժշտական դրամա է, այսինքն բեմում լինելու են նաև Մարտին Ուլիխանյան, հեղինակը երաժշտության եւ Լիլիթ Զաքարյան, դաշնակահարուհի, Մանվելը Խաչատրյան տնօրենն է թատրոնի, մեզ ափսոս այսօր չկարողացավ միանալ։ Ողջուն եք այո հեռուստաէկրաններից։ Բարևենք Մավին։ Բարևենք Մավին։ Իսկ կար ինչ-որ բան, որ նոր ծանոթացաք վարդապետի կյանքից, այսինքն մինչև այս ոչ միտեղ չէիք հանդիպել։ Ինձ համար կար, հա, բավական կար, այսինքն իր գրված բանաստեղծությունները։ Ես նամակներից մի քիչ տեղյակ էի Հովհաննես Թումանյանի հետ գրված նամակագրություններից, որոնք որ ինձ համար շատ հետաքրքիր էին նրանով, որ իրանք շատ կենցաղային զրույցներ էին, այսինքն նույնիսկ տեքստի մեջ կա աղբերս, այդպես են գրվել իրար հետ։ Ու այդ շատ հետաքրքիր էր, որ ինքը մենք միշտ սովոր ենք իրան տեսնել մի տեսակ sense ամպերի մեջ կերպարում, չէ, հոգևորական, տառապող, բայց ինքը լուսավոր եւ ուրախ մարդ է եղել ու նույնիսկ այդ բանաստեղծությունների մեջ կատակներ ունի, որ թլիկ է խոսում, այսինքն գրում է մեկին ինչ թլիկությամբ չալը չոլում չոլանա, ինչ որ էս տիպի բալև ձեզ։ Հա, բալև ձեզ։ Ու շատ հետաքրքիր էր այդպիսի այդ կողմից այդ տեսանկյունից տեսնել Կոմիտասին էլի պատկերացնել թե ինչպիսի կյանք է ունեցել ինքը։ Մի պահ sense բա լինում, ասում ես, եթե Կոմիտասը լիներ, ինչ ձևի կարելի էր իր հետ շփվել խորհուրդներով, որտեղ ինքն էր բաց ինչ ինֆորմացիա ուներ, կիսվում էր անխնա, այսինքն դասավանդում է երեխաներին,
իր երկրի համար, երաժշտության համար անդադ ինձ տալիս էր, կիսում էր ու հետաքրքիր էր, որ հիմա եթե առօրյայում լիներ կոմիտասը, եթե իրան մոտնենք, ինքը ասենց չէր քայլելու, ասես լուրջ ասել բարև տղա ջան, անցիր նստիր այնտեղ, իսկ ես երկու խելացի, շատ էս մեր նման բաց կատակային երևույթ կերպար մարդ ա եղել։ Ուրախ մարդ ա։ Հա, այդ որ այդ վերջի փուլը իր կյանքում իմ համար թյուրիմացությունն ա, որ ազգը տենց ա իրան ճանաչում, կան խանգարումներ, չէ, ինչ որ մեկի երեխայի մատը փուշ ա մտնում, ինձ թվում ա կոմիտասի օրն ան գնում Հայաստանում։ Պատկերացնում եք կոմիտասի այդքան ինֆորմացիա, մարսելու խնդիր ա ունեցել իմ կարծիքով, դա իմ անձնական կարծիքն ա։ Հա, հոգեպես մի քիչ, բայց դա չի կարևոր, հասկանում եք, որտեղ ինքն էս մեծ ժառանգությունը թողել եւ որպես մարդ, որպես երաժիշտ, որպես դասավանդող, որպես մանկավարժ, այդ թողած այդ լույս հետաքրքիր բանը, որ մեր ազգին խորհրդանշող վիշտ է, վշտաս միշտ վիշտ կգա, իսկ ինչքան լացես, այնքան լաց կբերի, դրա համար ավելի լավ է լացից չխոսենք, խոսենք իր լուսավոր կողմերից։ Իսկ ցած վիզուալ մինչև այսօր իրան նմանացրել են կամ այդ Հա, հրաշի մի քիչ մազերի քչության հետ կապված, բայց իմ կյանքում ես շատ տարբեր կերպարներ եմ ունեցել։ Հա, սակ նմանություն կա, բայց այդ նմանությունը զուտ ֆիլմերում են տենց ասում, պերսոնաժները կան, չէ՞, օրինակ Լեոնի պերսոնաժը, որտեղ այդ մարդիկ ուրիշ պերսոնաժ, որոշակի պերսոնաժային նմանություն կա, նու հոգևոր արժեքների մեջ է շատ բաներ եմ տեսնում, նու գիտելիքի առումով ինքն իր կյանքն ունեցել, ես էլ իմը կունենամ, բայց ինձ թվում է լավ, շատ հրաշալի մի հատ լուսավոր կերպար է եւ եղել։ Այդ դրա վրա են կենտրոնացած էլի, ռեժիսորը այդ շեշտը դրել է դրա վրա։ Մնջախաղի ձևը տարբերակը բարդացնում է կամ գուցե ավելի էմոցիաների առումով սիրուն է ներկայացնում կամ ավելի ճիշտ է ներկայացնում, ոնց կմեկնաբանեք։ Մինասը երկու բառով ասի, կողքից հետո ես կավելացնեմ, ինչ կարծիք ես։ Ես քանի որ Մնջախաղի թատրոնի, այսինքն ուսանողական տարիներում եմ կապ ունեցել Մնջախաղի հետ, այնքանով որ ունեցել ենք այդ դասաժամը, այստեղ ես նույնպես չունեմ կապ Մնջախաղի հետ, այսինքն իմը խոսքի վրա է։ Այդ նույն, որ ասեցի, բանաստեղծություններ, նամակագրություններ։ Դե հա դուք կարդում եք։ Հա, հա։ Բայց երբ կողքից նայում եք, ձեզ ավելի էմոցիաները շատ արագ են հասնում կամ ճիշտ են հասնում, թե տարբերություն չկա։ Դե Մնջախաղը ավելի ինտերնացիոնալ ճյուղ է թատերական իմ կարծիքով, ավելի լայն հանդիսատեսի համար է, այսինքն լեզուն կապ չունի։ Այս դեպքում ես երևի փոխանցեմ քեզ խոսքը։ Մնջախաղը ընդհանուր շարժումը, եթե դուք ֆիլմ նայեք կոմիտասի մասին, դուք տեսնեք կոմիտասի բնական շարժուձևը եւ ֆորմաները։ Այստեղ շարժման միջոցով երբ որ ներկայացնում ես, ինքը քեզ թույլ է տալիս ավելի մեծ հնարավորություններ է տալիս, որպեսզի ավելի խորը իր հոգեվոր արժեքներին դիպչել, ցույց տալով հենց բառից բուն իմաստով իր խելագարվելու հենց իբր կամ ինչ որ տեղ անհանգստանալու, միտեղ ուրախանալու ֆորմաների, երաժշտության, խոսքի եւ վիզուալ էֆեկտների շնորհիվ ոնց որ ընդհանուր էսթետիկ հետաքրքիր պատմության հնարավորություն է տալիս, որտեղ կա շարժում, կա խոսք, կա երաժշտություն եւ կա վիզուալ, դա նշանակում է մի քանի գործոններ եթե կպնում են միտեղ, ինքը ավելի մեծ ազդեցություն է թողում։ Երաժշտություն լսել եւ նաեւ հետո տեսնել ինչ որ մի բանի երաժշտության տակ, հետո լսել, հա, հետո խոսք լսել, հետո մի հատ էլ վիզուալիզացիա, ինքը sense ոնց որ քո ներքնաշխարհի մեջ կապեր է ստեղծում, դու ավելի sense հագեցած երգիչների մեջ օրինակ կարող ենք բերել Մայքլ Ջեքսոնը, եթե միայն երգեր, ու կլիներ շատ լավ հետաքրքիր ձայնով մարդ, երգիչ, բոլորս կսիրենք, բայց երբ որ ինքը շարժվեց, ամեն ինչ ոնց որ ավելի կրկնապատկվեց։ Մինասն էլ է շարժվում բերում, քիչ, շատ համեստ, որտեղ որ պետք է, բայց որոշակի մինիմալ գործողություններ ունի։ Միտեղ իր այցելող իր մոտ այցելող իր վերջի օրերին ընկերներից մեկը, ու այդպես անուններ չկա, հստակ, հա ինչ որ միտեղ ինքը արդեն իր հոգեվիճակի հետ կապված որոշակի գործողություններ ա կատարում։ Միտեղ հիվանդապահ, այո, շատ հետաքրքիր, այդպես համեստ, բայց գործողություն ունի, այո։ Առաջի քայլերը կլինի, ինձ թվում է ես անգամ ամենաշատ սկսել է շարժ։ Քիչ-քիչ։
Կոմիտաս վարդապետի կյանքի 6 փուլերն են ներկայացված։ Մի քիչ պատմենք այս փուլերի մասին։ Եկեք այդ 6 փուլերի հետ մի քիչ ինձ արագ անցնենք, որովհետեւ շատ Եվ հետո մարդիկ որպեսզի գան նայեն, դա ավելի ինքը ծնվեց, մայրը մահացավ, հայրը մահացավ, հետո որբության տարիները իր հետո իրան ընտրեցին որբերի միջից միակ որբներ, որին գնաց էջմիածին սա, այդ պատմություններից հետո գալիս է մի բան, որ վարժարան ու տես գալիս է իր փուլը կյանքի, որտեղ ինքը արդեն ստեղծագործություն հետո սկսեց խազերին ծանոթանալ նոտաների հայկական ուսումնասիրել, հետո արդեն կամած մաքրել, տենց գնում արդեն Գերմանիայի իր փուլը, հետո այդ խառը իրավիճակները, ասենց ու այդ 6 փուլերը անցնում է։ Հիմա խորհրդանշական է ինչ որ 6 աստվածային թիվ է, բոլորը գիտեն սատանայական թիվ է, բայց որոշակի ցենց հետարքիր հոգևոր հետաքրքիր, չնայած փորձերը շատ սենց անցնում, որտեղ լարվածություններ բավականին ինտենսիվ, կարող է միտեղ բորբոքվեն, կարող է միտեղ բան, բայց ոնց որ գիտեք ինչ շատ տարբեր ու շատ բան մարդիկ են հավաքվել ինդիվիդուալ, բոլորը ունեն իրանց որոշակի փորձառությունը, ուստեղ այդ 3 փորձառությունը կպցնել ու մի հատ գործարկել, հետարքիր մի հատ կյանքի փորձա, որը միայն կոմիտասն է, որ անդադ հիշեցնում է մեզ, ինչով ենք զբաղվում, ինչի համար ենք անում, հանուն, ինչի, ինչ-որ մեկ բանի դեմ չենք անում, մենք անում ենք հանուն այդ մարդու լուսավոր փուլերի կյանքի, որ մենք բոլորս ունենք այդ փուլերը, մենք բոլորս, այսինքն ես ունեմ ամեն մի, ոնց ասեմ, դամներ ռուսայերեն, տվյալները, իմ կարող ես պլաստիկայի մեջ լինեմ, Կոմիտաս չեմ ասում, Կոմիտասի ճանապարհին համարժեք ազգին հայրենիքին չասեմ, ընկերներին, ծնողներին, բոլորին օգտակար մարդ, ոչ թե վատնող ժամանակ անընդմեջ վատնում ես։ Հետո չմոռանանք, որ ռեժիսորի ինտերպրետացիան շատ այստեղ կարևոր դեր ունի, իր պատկերացումը այդ ինչի մասին, այսինքն մեր ներկայացման մեջ չի խոսվում Կոմիտասի ավելի շատ տառապող կերպարի մասին, այլ խոսվում է իր ապրող կերպարի մասին, ստեղծագործող կերպարի մասին։ Այս ամբողջ ընթացքում ինչ դուք պատմում եք եւ խոսում եք ներկայացման մասին, ես փորձում եի վիզուալիզացնել եւ շատ ներդաշնակության զգացողություն էր գալիս, որ ոնց որ ամբողջական լինի ամեն ինչ ներկայացումը։ Հիմա քանի որ մեր ժամանակը սպառվում է, առաջարկում եթե կան մարդիկ, ովքեր աշխատում են ներկայացման վրա, բայց չենք նշել անուններ, բոլորին նշենք եւ մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մարտի 28-ին Կոմիտասի թանգարանում կարող են ականատեսը լինել այս մեծ պրեմիերային։ Մեր ռեկվիզիտների եւ հագուստների հետ կապված փոքր դետալների, որը շատ կարևոր նկարչուհի, հա, շատ տարբեր նկարչությունը զբաղվում է Ալինան Ալեքսանյան, ում չմոռանանք էլի, ով կտենց չեմ, Մինաշնա, ռեժիսոր նշել է, ռեժիսոր Արսեն Նախաչատրյան, տնօրենը Մանվել Նախաչատրյան, այո, հա, եւ կա PR-ով զբաղվող մեր աղջիկ ունենք, այնտեղ կա ռեժիսորի օգնական, դեռ ռեկվիզիտները տեղափոխելը մենք եւ նաեւ այդ շտատ ունենք, մենք դա ենք անում, այսինքն այդտեղ ոչ մի ինչ որ հա, բարդ է որ այդ բոլորը շատ մեր վրա մի քիչ շատ է բան, լուսային էֆեկտները Արամն անում, Աղաջանյան բան, տեխնիկային թատրոնի լավագույն, Հայաստանում լավագույն լուսային ռեժիսոր, շատ լավ ընկեր, նենց մարդիկ են հավաքված, չեք հավատում, չեք հավատա 100%, որովհետև տենց բան ոնց որ իմ կյանքում հազարից մեկ ալում, լուսավոր, հետաքրքիր, շատ տենց բարի, որ ասենք Կոմիտասը կցանկանար իրանց հետ շփվել ու ես ուզում եմ, որ մենք բոլորս գիտակցենք, որ մենք տենց պետք է լինենք, որ մեր Հայաստանը ինչ-որ միջով փոխվի, բոլորս ուզում ենք դիմացինը փոխվի, բայց երբ որ դու փոխվեցիր, դիմացինը կփոխվի։ Պետք է սկսել ինքդ քեզնից, այո, եթե ուզում ես փոխել աշխարհը, պետք է սկսես ինքդ քեզնից։ Դա դաստիարակում ենք բոլորը։ Մարտի 28-ին պրեմիերայից հետո արդեն կարող եք մեր գործընկերոջ Իջևանի գինուգործարանի կողմից առաջարկվող Ռոզե Սափոր գինով նշել եւ տոնել ձեր պրեմիերան, սիրով նվիրում ենք։ Անպայման մենք ուզում ենք գնանք հանգստանանք։ Եվ իհարկե Տրամոտինը բրազիլական բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը միայն խոհանոցում առաջարկում եմ օգտագործեք, թեթևացնի խոհանոցային
գործը։ Լավ, գինին ինձ տանակը քեզ։ Մեծ հաջողություններ մաղթում ներկայացմանը եւ ձեզ եւ շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։